Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, հատուկ ուզում եմ ընդգծել, որ վերը բերված բյուջետային հաշվարկների մեջ որևէ կերպ արտահայտված չեն անշարժ գույքի հարկի հաշվարկները։ Սա հատուկ եմ ընդգծում, որովհետև անշարժ գույքի հարկի բարեփոխումների այն ժամանակացույցը, որն ընդունել ենք, ոմանք փորձ են անում շահարկել իբրև պետական բյուջե լցնելու միջոց։ Բայց այս մեղադրանքը եթե սխալ է, միայն մասամբ, որովհետև այո, հարկը բյուջե լցնելու միջոց է, բայց անշարժ գույքի հարկը համայնքային բյուջե լցնելու եւ ոչ թե պետական բյուջե։ Կրկնում եմ, անշարժ գույքի հարկից ոչ մի լումա չի մտնում պետական բյուջե, այլ բացառապես համայնքային բյուջեներ եւ պետք է հպարտությամբ ընդգծեմ, որ 2024 թվականին 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները եռապատկվել են։ Ընդ որում, ոչ միայն անշարժ գույքի հարկի հաշվին։ Օրինակ, տեղական վճարների տողով համայնքների բյուջեները աճել են շուրջ 276%-ով, 18 միլիարդ դրամով կամ այլ եկամուտներ տողով շուրջ 344%-ով կամ 8 միլիարդ 386 միլիոն դրամով։ Համայնքների բյուջեների էական աճ արձանագրվել է բոլոր տողերով։ Իսկ ինչ է տեղի ունեցել անշարժ գույքի հարկի հետ։ Այո, ավելի քան կրկնապատկվել են անշարժ գույքի հարկից եկամուտները մտնելով համայնքային բյուջեներ։ Վերադառնալով անշարժ գույքի այդքան քննարկված եւ քննադատված հարկի նոր դրույքաչափերին, պիտի ընդգծեմ, որ իրականացված փոփոխությունները հիմնականում ծանրացել են 100 միլիոն դրամ եւ ավելի արժեք ունեցող, այսինքն միջինից էականորեն բարձր գին ունեցող գույքերի վրա։ Խնդրում եմ, այն ինչ որ հիմա կասեմ, հատուկ ուշադրություն դարձրեք։ Մեր երկրում 100 միլիոն դրամ եւ ավելի արժեք ունեցող գույքերը ընդհանուր գույքերի մեջ, բոլոր գույքերի մեջ 100 միլիոն եւ ավելի դրամ արժեք ունեցող 0.62%-ն են։ Պատկերացրեք, մեր երկրում եղած գույքերի 0.62%-ն է, որոնց արժեքը 100 միլիոն դրամ եւ ավելի է։ Բայց այդ 0.62%-ը մեր կատարած բարեփոխումների արդյունքում վճարում է անշարժ գույքի հարկի 42.7%-ը։ 0.62%-ը վճարում է 42.7%-ը։ Հիմա աղմուկը իմացաք որտեղից է։ Ուշադրություն դարձրեք, հանրապետության անշարժ գույքերի 0.62%-ը վճարում է անշարժ գույքի հարկի 42.7%-ը։ Ասել է, թե անշարժ գույքի հարկի համակարգի մեր իրականացրած բարեփոխումները առնվազն մի էական մասով նույնպես տեղավորվում են թալանածը վերադարձնելու տրամաբանության մեջ, որովհետև հարկերի ծանրակշիռ մասը վճարում են հարուստները, այդ թվում ապօրինի կերպով հարուստ դարձածները։ Ապա եւ չմոռանանք, թե ինչ տեղի ունեցավ, եւ երբ 2019 թվականին մենք որոշում կայացրեցինք եռաչափ 23, 28 եւ 36% եկամտային հարկը հարթեցնելու եւ համընդհանուր 20% եկամտային հարկ սահմանելու վերաբերյալ։ Այդ ժամանակ այսօր դահլիճում ազգային ժողովի ընդդիմադիր հատվածում տեղ ունեցող բազմաթիվ ընդդիմադիրներ մեզ մեղադրում էին սոցիալական արդարության սկզբունքը խախտելու եւ հարուստներին աջակցելու մեջ, ինչին ի պատասխան մենք ասում ենք, որ հարստության լավագույն չափանիշը ոչ թե աշխատավարձն է, այլ անշարժ գույքը, եւ անշարժ գույքի հարկով մենք կկարողանանք կարգավորել առաջադրվող խնդիրը, ինչը ահա փաստացի իմ ասած վիճակագրությամբ ցույց տվեց, որ այդ բարեփոխումը ուղիղ 10-ին է խփել։ Կարևորում եմ, որ մեր սիրելի հայրենակիցները այս նրբությունը տարբերակեն։ Անշարժ գույքի հարկերը մտնում են բացառապես համայնքային բյուջեներ, իսկ համայնքային բյուջեները պետք է ծախսվեն բացառապես քաղաքացու բակի, փողոցի, անմիջական միջավայրի բարեկարգման վրա։ Այսինքն անշարժ գույքի հարկը առավել ևս այն դեպքն է, երբ ասում են, որ այդ հարկը քաղաքացիները իրենց են վճարում աջ գրպանից ձախ գրպան տեղափոխելով։
եւ այդ գումարները ծախսելու մասին որոշումները կայացնում են իրենց ընտրած ավագանիները, որը քաղաքացիներին ամենամոտ գտնվող ինստիտուտն ու մարմինն է։ Բայց սա դեռ ամբողջը չէ։ Մեկնարկել է ամեն տարվա հետ ընդլայնվելու է համայնքների մասնակցային բյուջետավորման ծրագիրը, երբ քաղաքացիները ուղիղ կերպով կարող են որոշել, թե համայնքի համար որ նախագծերն են առաջնահերթ։ Քաղաքացիները կարող են առաջ քաշել սեփական գաղափարներ իրենց համայնքներում, իրենց կյանքը ավելի լավը դարձնելու համար եւ որոշում կայացնել այդ ծրագիրը ֆինանսավորելու եւ իրականացնելու մասին։ Մասնակցային բյուջետավորման այս համակարգը դեռևս ֆինանսավորվում է պետական բյուջեից եւ 2024 թվականի 4 համայնքների համար նախատեսված 500 միլիոնի փոխարեն 2025 թվականի պետական բյուջեից այդ նպատակով հատկացվել է 1 միլիարդ դրամ 21 համայնքների համար։ Եվ այս ամենը գործնական արտահայտումն են այն բանի, որ պետական եւ համայնքային բյուջեներին վճարումներ անելով քաղաքացին կրկին ինքը իրեն բացառապես ինքը իրեն է վճարում եւ հենց այս ընկալումով է անցնում պետության եւ ապապետության միջև սահմանը։ Այսինքն պետության եւ ապապետության միջև սահմանը անցնում է քաղաքացու համայնքին կամ պետական բյուջեին վճարած հարկի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Այդ վերաբերմունքն է ցույց տալիս, թե ինչա պետական մտածողություն, թե ինչա ապապետական մտածողություն։ Ընդհանրապես Հայաստանում կառավարության հասցեին եւ ոչ միայն հիմա մի մեղադրանք կա, որի մասին քիչ առաջ ակնարկեցի, որը աբսուրդ է իր էությամբ, աբսուրդների աբսուրդը, կառավարությանը մեղադրել պետական կամ համայնքային բյուջեները լցնելու մեջ։ Նշանակում է լավ չպատկերացնել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աղբյուրը եւ բանաձևը։ Նշանակում է կառավարությանը մեղադրել բյուջեն լցնելու ուղղությամբ ջան գործադրելու մեջ, նշանակում է կառավարությանը մեղադրել քաղաքացու համար բարեկեցություն կառուցելու մեջ։ Ասել եմ եւ կրկին ասում եմ, Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք, ոչ մի իր բարեկեցության համար ավելի մեծ ծախս չի անում, չի կարող անել պարզապես, քան դա անում են տեղական եւ համայնքային բյուջեները։ Եվ պետական ու համայնքային բյուջեների մեծությունն ու չափն են արտահայտում յուրաքանչյուր քաղաքացու, բառից բուն իմաստով յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աստիճանը։ Բյուջեով է որոշվում, ասա երկրիդ բյուջեն ինչքան է, ասեմ ոնց ես ապրում դու, ասա համայնքային բյուջեն ինչքան է, ասեմ ոնց ես ապրում դու։ Քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշը ոչ միայն այն է, թե որքան է ինքը անձամբ վաստակում, այլև այն, թե որքան է ինքը անձամբ հակ վճարում պետական եւ համայնքային բյուջե։ Որովհետեւ հնարավոր չէ լավ ապրել ցեխակոլոր ճանապարհներ, մութ ու խավար փողոցներ ունեցող, ծառից ու ծաղկից զուրկ, զբոսայգի ու պուրակ չունեցող, խմելու եւ ոռոգման ջրի համակարգեր, կոյուղի չունեցող բնակավայր։ Հնարավոր չի տեղ լավ ապրել։ Իսկ այդպիսի բնակավայրերը, այսպիսի իրավիճակ ունեցող թաղամասերը Երևանում, Գյումրիում, Վանաձորում, այն խոշոր քաղաքներում հազարավոր են, հազարավոր։ Կապ չունի շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում։ Եթե ապրում ես այդպիսի ամբարիկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես։ Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր։ Եթե այդտեղ ես այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես։ Ուրեմն բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը արևից։ Կարելի է շաբաթը ոչ մի անգամ մսով ճաշ չուտել ու լինել շատ ավելի բարեկեցիկ համայնքում ունենալով կամ թաղամասում, լավ դպրոց, մանկապարտեզ, բարեկարգված փողոց ու զբոսայգի, բարեկարգ ու լուսավոր փողոց եւ այլն եւ այսպես շարունակ։ Ինչ խոսք, մարդը չի կարող ապրել առանց հացի եւ առանց հացի հնարավոր չի ապրել, հացի կարևորությունը ոչ ոք չի կարող թերագնահատել։ Իսկ կան արդյոք Հայաստանում ընտանիքներ, ովքեր հաց չունեն հենց հիմա, հենց այսօր։ Ցավոք կան։ Ինչ անենք ուրեմն։ Միթե մենք կարող ենք անտարբեր լինել այդ մարդկանց նկատմամբ։ Չենք կարող։ Եկեք ուրեմն գնանք եւ հաց տանք նրանց։
Այսօր տվեցինք հացը։ Տանք այսօր հացը։ Վաղը գնանք տեսնենք, թե ինչա փոխվել նրանց կյանքում։ Կտեսնենք մի բան, որ վաղը նույնպես նրանք չունեն այդ հացը։ Մենք վաղն էլ չենք կարող անտարբեր լինել։ Վաղը եկեք նորից տանենք հաց տանք նրանց։ Երրորդ օրը եկեք գնանք տեսնենք, ինչ փոխվեց նրանց կյանքում։ Կտեսնենք, որ նրանք կրկին հաց չունեն։ Երրորդ օրը նույնպես չենք կարող անտարբեր լինել նրանց վիճակի նկատմամբ։ Երրորդ օրը նույնպես տանենք հաց տանք։ Չորրորդ օրը գնանք տեսնենք, թե ինչ վիճակում են նրանք։ Կտեսնենք, որ նրանք էլի հաց չունեն։ Նույնը կկրկնվի 5-րդ օրը, 6-րդ օրը, առաջին ամիսը, 6-րդ ամիսը, առաջին տարին, 6-րդ տարին, 10-րդ տարին, եւ սա երևում է նաեւ պաշտոնական վիճակագրության։ Ավելի քան 10,000 ընտանիք Հայաստանում, 10 եւ ավելի տարի անապահովության նպաստ են ստանում Հայաստանում։ Շատ լավ, հաջորդ հարցը, բա այդ հացի համար ով է վճարում։ Բա այն չենք ուզում, հարկ չենք, ընդեղ չենք ուզում, հարկ տանք, ընդեղ չենք ուզում, հարկ տանք, ընդեղ չենք ուզում, հարկ տանք, չենք ուզում։ Ով է վճարում այդ հացը։ Շատ լավ, մի տեղից տալիս ենք։ 10 տարի լավ թե վատ այդ մարդկանց ինչ որ հաց ենք հասցրել եւ ինչ ենք փոխել այդ մարդկանց կյանքում։ Ընդամենի մի բան, մենք ընդամենը 10 տարի նվաստացրել ենք այդ մարդկանց, իրենց դարձրել ենք կախյալ եւ աղքատությունը նրանց համար պետական մակարդակով դարձրել ենք մտածողություն, ապրելակերպ, հոգեբանություն եւ նրանց երեխաներին դատապարտել ենք աղքատ լինելու ճակատագրին։ Եվ ես հպարտ եմ, որ քաղաքական կամք է ցուցաբերել այս կառավարությունը եւ այս քաղաքական մեծամասնությունը անապահովության գնահատման եւ աղքատության համակարգ նոր համակարգ ներդնելով, երբ մենք մարդուն այո հաց տալիս ենք, բայց միայն այնքան ժամանակ, երբ համոզվում ենք, որ նա բավարար ջանք է գործադրում եւ մենք էլ բավարար ջանք ենք գործադրում, որ նա սեփական հացը վաստակելու հնարավորություն, կարողություն, գիտելիք, կրթություն եւ հմտություն ունենա։ Իսկ երբ կրթության եւ աշխատանքի միջոցով այդ ջանքերը գործադրում է մարդը, մեր տված հացի կարիքը չի ունենում, այլ միջավայրի, բարեկարգ բնակավայրի, փողոցի, բակի իր վաստակած թեկուզ քիչ հացով բարեկեցիկ կյանք վարելու հնարավորություն է ակնկալում մեզնից։ Սա է մեր քաղաքականությունը եւ մեր ռազմավարությունը եւ սա ճիշտ ռազմավարություն է եւ արժանապատիվ ռազմավարություն է։